Տեսեք, ընդդիմությունը անդադ հիմա շարքելու է Ղարաբաղյան թեման, անընդհատ հիմա փորձ է արվում Ղարաբաղի պետական ինստիտուտները վերականգնել։ Դա բերելու է Հայաստանի ներսում որոշակի լարվածության կամ Ղարաբաղից դուրս եկած մեր հայրենակիցները պահվելու են անորոշության մեջ, իրենք էլ չեն գիտակցելու, թե իրական քայլերը ինչ հաջորդականությամբ պետք է տեղի ունենան եւ իրենք որ ծրագրերից պետք է մաքսիմալ օգտվեն, որպեսզի նախ լուծվեն իրենց սոցիալական խնդիրները, ընդհանրապես խնդիրները եւ այսօր ամեն ինչ պետք է անել քիչ խոսալով, անել շատ բան, որպեսզի մեր երկիրը դառնա անվտանգ, իհարկե երբեք մարդու հիշողությունը չես կարող ջնջես։ Եվ հիշողության ջնջելու մասին չի խոսքը։ Եկեք մի քիչ ավելի խելացի լինենք եւ մեր գործողությունները պլանավորենք այնպես, որ մեր երկրի պետական շահը չվնասենք։ Այն ընդդիմությունը պետք է այդ տեսանկյունից խոսեր, բայց դուք տեսաք կառավարության ծրագրի կատարողականի մասով ամեն ինչ դրվեց մի կողմ եւ խոսք գնաց էլի վիրտուալ աշխարհում, տեղակայվելու, այլ ոչ թե իրական Հայաստանում իրական խնդիրների լուծմանը ձեռնամուխ լինելու եւ դրանք դարձնել անշրջելի եւ ավելի ամուր։